Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան։ Բարև։ Պարոն Մելքոնյան, վարչապետը աշխատանքային այցով հիմա էլ Տաջիկստանում է, Տաջիկստանում վարչապետը թիվս այլ հարցերի, նաեւ խոսել է թրիփի, խաղաղության խաչմերուկի մասին։ Մենք կարող ենք ասել, որ խաղաղության խաչմերուկը եւ թրիփը ավելի մեծ հնչեղություն են ստանում, միջազգային հնչեղություն նկատի ունեմ, հատկապես օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության պայմանագրից հետո։ Օգոստոսի 8-ից հետո այո, մեծ հնչեղություն է ստանում միջազգային կառույցներում եւ ամենուրեք լինելուց ինքը այդ խաչմերուկի գաղափարը նորից բարձրացնում է եւ արդեն թվում է թե ամբողջ աշխարհը այդ խաչմերուկը արդեն ընդունում է, ընկալելի է ամբողջ աշխարհին եւ բոլորն էլ հասկանում են, որ այդ խաչմերուկը անցնելու է Հայաստանով։ Հյուսիս-հարավ, արևելք, արևմուտք անցնում է Հայաստանով, որը մենք շատ ենք կարևորում։ Նույնիսկ Վազգեն Սարգսյանը ասում էր այն ժամանակ, ասում էր աշխարհը գալու է մեր դուռը։ Այդ խաչմերուկը հենց խաթեր աշխարհը մեր դուռն է գալու։ Հիմա ինձ թվում է, որ արդեն աշխարհն եկել է մեր դուռ եւ այդ խաչմերուկը մեծ կարեւորություն է ստանալու։ Այսինքն Հայաստանի դերը ու նշանակությունն էլ է փոխվում։ Այո, Հայաստանի դերն ու նշանակությունը փոխվում է։ Մենք նաեւ հիշենք Լուկաշենկոյի խոսքերը, որ ասում էր Հայաստանը ուր պետք է գնա։ Եվ հիմա արդեն ինքը հասկացել է, որ Հայաստանը արդեն գնալու տեղ շատ ունի։ Եթե կտրվենք Լուկաշենկոյից, պարոն Մելքոնյան, ամեն դեպքում Հայաստանում էլ կան որոշ դերակատարներ, անհատներ, կուսակցություններ, որոնք նման մտքեր են արտահայտում։ Օրինակ վերջերս Վարդան Ղուկասյանը նման մի հայտարարություն արեց, որ Հայաստանը պետք է միութենական կազմ մտնի Ռուսաստանի հետ, դրան ընդդիմացողներին վիրավորեց, անվանելով թրքահապատակ ժողովրդի եւ նաեւ ինքը իրեն հավելեց, ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, որ Ռուսաստանի հետ միություն չկազմի, այսինքն հիմա Հայաստանում էլ է նման հայտարարություններ հնչում, եթե կտրվենք Լուկաշենկոյի հայտարարությունից։ Սրանք վտանգավոր հայտարարություններ չեն։ Դրանք այդ մարդիկ, ովքեր խոսում են Հայաստանի մասին այդ կարգավիճակով, իրանք Լուկաշենկոյի զավակներն են, որոնք բացի Ռուսաստանից ոչ մի բան չեն տեսնում, բայց նաև կա մի կողմը, որ ասենք իրենք նաև ցկտում են ցույց տան Ռուսաստանին, որ ինչքան են իրանք պատակը, ռուսը պատակ։ Այդ իրանք արդեն մենք էլ ենք տեսել, նույնիսկ այդ Գյումրիի ընտրություններում է երևաց, որ ասենք ռուսների աջակցությունը, նաև այնտեղ գտնվող բազայի աջակցությունը։ Աջակցությունը ինչ տեսքով, պարոն Մելքոնյան։ Որպեսզի Վարդանիկը անցներ դառնար իշխանավոր։ Նկատի ունեմ հայտարարությունների տեսքով աջակցություն։ Ոչ միայն հայտարարությունները։ Գործնական ամեն ինչ արել են, որպեսզի Վարդանիկը կարողանար անցնել։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի միջոցով իրանք կարողացան այդ միացումով հաղթանակ տանել Գյումրիում։ Հիմա Վարդան Ղուկասյանն նաև հայտարարում է, որ թիրախավորվել է այս իշխանության կողմից, անգամ դիմել էր բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին Հայաստանում գտնվող եւ օգնություն էր աղերսում, այսպես ասած, նաև իրավապահ համակարգի ուշադրությունն է ուզում սևեռել իր վրա, ասում է վարչապետի հայտարարությունը, որ դուրս կշպրտվի ինքը քաղաքական եւ հանրային դաշտից, նրա մասին է, որ իրեն ուզում են սպանել։ Ինչու եք ընդդիմադիր համայնքապետերին այդքան մեծ ճնշում գործադրում, պարոն Մելքոնյան, ինչպես դա իմիտացիա է անում ինքը ընդհանրապես, որ վերցնեք։ Նա ցանկանում է, դες նույնիսկ ինքը ասում է, ես վարչապետի տեխնացություն կդնեմ։ Ինքը քաղաքապետ չդարձավ, իրան դարձրեցին։ Իրան Գյումրիում ինքը այնքան ցեն չի տարել, որ ասենք հաղթի ԿՊ-ի։ Ինքը ուրիշների միջոցով, ոնց որ նոր մենք խոսեցինք, ռուսների ազդեցությամբ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շնորհիվ ինքը դարձավ քաղաքապետ։ Եթե ինքը 51% տաներ, այդ ժամանակ ինքը կարար նմանատիպ հայտարարություններ անել, խոսալ, բայց քանի որ ինքը պարտվել է ԿՊ-ին ինքը անձամբ
Ինքը չկար այդ բաներ կուսա։ Իսկ այն որ ինքը ցույց է տալիս ամբողջ, ասենք հասարակությանը, թե ինքը դուխով տղա է, ինքը չգիտես ինչ տղա է, ինքը պայքարելու է բոլորի դեմ։ Իր թևի տակ ծմերուկ են տվել, այդ ծմերուկներով ֆրֆռում է, բայց ինքը չգիտի, որ ինքը այնքան հանցագործություններ է արել, որ մի օր այդ ամեն ինչը տրվելու է իր դեմ։ Հենց դրա պատճառով ինքը արդեն դիմում է դեսպանատներ, ամենտեղ դիմում է, որ ասեք ինձ փրկեք։ Այստեղից էլ նաև ձեզ հասցեագրված մեղադրանքները իշխանությանը, պարոն Մելքոնյան, որ ինչու մարդիկ, որոնք անցնում են ամենատարբեր վարույթներով, ինչպես դուք նշեցիք, ամենատարբեր հանցագործություններ են արել, հնարավորություն ունեն նախ մասնակցելու թիմ ընտրություններին, համապետական ընտրություններին եւ առավել եւս ինչ որ նշաձող հաղթահարել, ինչ որ շեմ հաղթահարել։ Եթե ասենք ինձնով լինի, այդ բոլոր դատվածները ոչ մի բանի չպետք է մասնակցեն։ Թիմ ընտրություններին չպետք է մասնակցեն, ազգային ժողովի ընտրություններին, որ պատգամավորի թեկնածու չպետք է լինեն, այդ ցուցակներում չպետք է լինեն այդ մարդիկ։ Եթե հարցնում եք ինձ, ես կձևակերպեմ այդ ձևով։ Իսկ թե հիմա մեր մոտ ժողովրդավարությունն է, դրա համար բոլորն էլ մասնակցում են բոլոր ընտրություններին։ Բայց ամեն դեպքում, պարոն Մելքոնյան, նաև բարբերաբար այդ կարծիքն է հնչում ամենատարբեր քաղաքագիտական շրջանակների կողմից, որ ժողովրդավարությունը ամենաթողության մասին չէ, ու օրինակ Վարդան Ղուկասյանը, որը արդեն երրորդ անգամ կրկնում է, որ Հայաստանը տեսնում է միութենական պետությունների կազմում, սա այն դեպքերից է, որ իրավապահ համակարգը պիտի ինչ-որ ձևով արձագանքեր դրան, որովհետև Գյումրու քաղաքապետը ըստ էության կասկածի տակ է դնում արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Դրա համար ինձ թվում է, որ իշխանությունները զբաղվում են դրանով, ու պետք է դա համապատասխան պատասխան ունենա։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդավարության հասկացողությունը, մեր մոտ դեռ մտածեն բանը, մեր ուղեղներում կա այն բանը, որ եթե ժողովրդավարությունը կարաս մարզպանես, կարաս մեկին փողոցում բռնաբարես, ամեն ինչ անես, դա ժողովրդավարություն է։ Բայց չեն հասկանում, որ ժողովրդավարությունը հենց դրանում չի կա, ժողովրդավարությունը պետք է կարգապահություն լինի բոլոր տեղերում։ Ժողովրդավարությունը դա նաև կարգապահություն է։ Բայց մենք չենք հասկանում, որ ժողովրդավարությունը կարգապահություն է, այլ բաստողի վիճակով ինչ ուզենա անի։ Դա դրան պիտի ինչ-որ մեկը հետևի կամ իրավապահ համակարգերը պիտի աշխատեն։ Այո, ես համաձայն եմ, դրա համար համապատասխան միջոցառումներ պետք է արվեն, որ ասենք նմանատիպ բաներ չկրկնվեն։ Եվ պարոն Մելքոնյան, քանի որ խոսեցինք ժողովրդավարությունից, օրերս Ռոբերտ Քոչարյանն էր իր ասուլիսում անդրադարձել, նախ նշել էր, որ ըստ էության ձեզ պաշտոնավարելու ձեր ուժին մնացել է ընդամենը 8 ամիս ու դուք 0 շանս ունեք 2026 թվականին վերընտրվելու առումով։ Ռոբերտ Քոչարյանը նաև հետո մանրամասնում է, թե ինչու, օրինակ ժողովրդավարության իմաստով, ասում է մի կողմից խոսում է այս իշխանությունը ժողովրդավարության մասին, մյուս կողմից երկու սրբազանները կալանավայրում են, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է ու այսպես շարունակ։ Խոսում եք կոռուպցիայից, բայց դարձել եք կոռուպցիայի առաջամարտիկը։ Ամեն դեպքում ինչպես կարձագանքեք այս մեղադրանքներին, այսինքն պարբերաբար խոսում եք ժողովրդավարությունից, բայց ձեզ մեղադրում են, որ օրինակ սրբազանները կալանավայրում են, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է եւ այսպես շարունակ։ 2021 թվականին ընտրություններից առաջ, երբ որ Քարոզ Արշավ էր գնում, ինքը բոլոր տեղ ասում էր, ես արդեն վարչապետ եմ։ Արդեն ընտրված վարչապետ եմ, արդեն նաև մարդկանց պաշտոններ էր նշանակում այդ ժամանակ։ Շատ մարդիկ վազում էին այնտեղ պաշտոն մուրալու։ Կային այդպես մարդիկ նաև։ Եվ ինքը ինչ եղավ, հազիվ մտավ ազգային ժողով իր թեմը։ Հիմա ինքը նորից այդ նույն խաղն է խաղում, ազդելով մարդկանց վրա, ազդելով յուրայինների վրա, որոնք շատ քիչ են։ Բայց ինքը ժողովրդի վրա չի կարող ազդի։ Ժողովուրդը չէ, որ տեսել է իր իշխանության 10 տարին։ Տեսել է 10 տարում ինչքան քաղաքական սպանություններ են եղել, ինչ բացի թող վիճակ է եղել, կոռուպցիան խեղդել է ամենուրեք։ Մոռացել ենք, ինչ ժողովուրդը հիշողություն չունի։ Բոլորն էլ հիշողություն ունեն,
Պարոն Մելքոնյան, ամեն դեպքում ինքը նաև այդ մասին է խոսել, ասել է, որ օրինակ իրեն վերագրվող սպանությունը Պողոս Պողոսյանի, ինչու պիտի ինքը ինչ-որ մեկին սպաներ պրիվետ ռոբ արտահայտության համար, այն դեպքում, որ մայրը եւ կինը նույնպես իրեն ռոբով են դիմում տանը։ Այսինքն դա իր համար վիրավորական չէր կարող լինել, եւ հետո Պողոսյանի սպանությունը տեղի ունեցել իր սրճարանը լքելուց 40 րոպե հետո։ Մարտի 1-ի գործի մասով էլ ասում է, որ մի էդի վճիռը իրենց ըստեյության չի վերաբերվում, ինքը դրանից հետո պաշտոնավարել է ընդամենը ամիս 8 օր, դրանից հետո եկող իշխանությունը պիտի այդ հարցերին պատասխանի։ Որտեղ է այդ դիլեմա։ Մի կողմից մեղադրանքներ, մյուս կողմից այս մարդիկ ասում են մենք մեղավոր չենք։ Շատ հետաքրքիր չէ։ Ասում եմ, ես այդ հատվածը լսել եմ, ասում եմ, որ ես լքել եմ բանը, այդ ռեստորանը լքել եմ։ Չէ, սկզբից ասում եմ, մենք մտանք ներս Շարլ Ազնավուրի հետ, ժողովուրդը ոտի կայնեց, ծափարեց մեզի, դա շատ հնարավոր է, որ այդպես լինի։ Բայց այդ գործողությունը տեղի է ունեցել այդտեղ, այդ վաղտին, երբ որ ինքը նստած է եղել ռեստորանում, այդ ժամանակ է եղել։ Բա ինչ է այդ բանը, Տիկնազորը պետք է զեկուցեր ասել մարդեն կսպանե բանում զուգարանում։ Կարար այդպես բան ասել, այդ իրա Տիկնազորը։ Իսկ իրա գնալուց հետո իրա Տիկնազորը շարժվում գնում է, այլ 40 րոպե հետո ով է այդ վերադառնում այդտեղ, որպեսզի պրիվետ ռոբասողին պատժի։ Պրիվետ ռոբասողը, երբ որ ինքը մտել է, այդ ժամանակ է այդ մարդը ասել, դրանից հետո տարել են այդ մարդուն այնտեղ ծեծելով սպանել են։ Իսկ ինքը իհարկե տեղյակ չի եղել, իրան չեն զեկուցի, որ այսպես բանա տեղի ունեցել։ Կարող է հաջորդ առավոտ արդեն որ սպանված եղե, աղմուկը արդեն մեծ է եղել, ժամանակ իրան զեկուցած կլինեն։ Այդ հնարավոր է, որ առավոտ զեկուցած լինեն։ Իսկ այդ գործողությունները կատարվել են ժամանակ, երբ որ ինքը նստած սուրճ ախմում է, այդ պահին է կատարվել։ Մարտի 1-ի գործերի մասով։ Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ուրեմն մարտի 1-ը ես կարամ ասեմ, որ իմ կարծիքն է ասում, որ ինքը արդեն պաշտոնը թողնում էր եւ մարտի 1-ը կազմակերպեց, որպեսզի Սերժ Սարգսյանի վզին մնա այդ ամեն ինչը։ Ու մնաց Սերժ Սարգսյանի վրա։ Դրա համար ինքը ասում է, ես բանը 40 օր եմ ղեկավարել այդ վաղտ, բայց չէ որ կուրամաներն են կատարվել, կուրամաներն են կատարել մարդիկ, քու ենթակաները։ Դու այդ սարքեցիր Սերժ Սարգսյանի գլխին, նվեր տվեցիր Սերժ Սարգսյանին այդ մարտի 1-ը եւ գնացիր հանգիստը վայելելու։ Իսկ ինչի դիմաց է նվեր տվել։ Որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա նորմալ ղեկավարի երկիրը, անընդհատ այդ ցույցերը, այդ հավաքները, ամեն ինչը դրա դեմ էր, չէ։ Ու Սերժ Սարգսյանը պետք է տակից դուրս գար։ Իսկ ինքը դա արդեն թողը գնացել էր, դա մնաց Սերժ Սարգսյանի վզով։ Ամեն դեպքում ինչ չեն կարողանում կիսել երկրորդ եւ երրորդ նախագահները, պարոն Մելքոնյան, ասուլիսի ժամանակ էլ ըստեյության Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին դուրս դրեց քաղաքականությունից, ասելով, որ ինքը երկու միավոր ուժ է տեսնում, որ կհայտնվեն ազգային ժողովում, մեկը իր ուժն է, մեկը Սամվել Կարապետյանի, իսկ Սերժ Սարգսյանը ի պատասխան դրա, այսպես երևի թե հեգնեց, որ ժամանակ չի ունեցել ասուլիսը լսելու եւ հետո նաեւ արձագանքելու համար, որտեղ են իրենց հակասությունները, ինչու, այսինքն ինչ չեն կարողանում կիսել նախագահները։ Իրանք միշտ ցույց են տալու մեր ժողովրդին, որ իրանք իրար թշնամի են։ Ու մանավանդ իմի այս լարված ժամանակները, դες Գյումրին ապացուցեց մեզ, չէ, որ իրանք այն վերջի պահին միավորվելու են։ Ու Գյումրիում վերջի պահին, որ ասում էին Սերժ Սարգսյանը չի միանա, երբեք էդի չհավատակ, չեք տենալու բան, մենք համոզվեցինք, որ միացան։ Իրանց մեջ թշնամություն չկա։ Հիմի 26 թվականի ընտրություններ են գալիս։ Սերժ Սարգսյանները իր համախոհներին ավելացնելու, կուսակցությունները ավելացնելու, որ այդ կուսակցությունները որ հետո Գյումրիի վարկածով միանան իրար։ Քոչարյանն էլ զատո իր թիմերն ունի, իմի ասում է, որ ինչի է Սերժ Սարգսյանին դուրս տնում, որ ցույց տա ինձ ու քեզ, որ իրանք իրար հետ թշնամի են։ Ինքը այդ քաղաքականությունը նորից շարունակում է, բայց արդեն ժողովուրդը հասկացել է, որ իրանք միասին են,
միասնական են իրանք։ Բայց ամեն դեպքում հակասություններ էլ ունեն, պարոն Մելքոն։ Ուրեմն ասում եմ, հակասությունները իրանք ստեղծում են այդ հակասությունները, որ իբր իրենք հակասություններ ունեն։ Իմիտացիա է, այսինքն։ Դա իմիտացիա է։ Հասկացեք, իրանք երբեք չեն կարող իրար թշնամի լինել։ Չեն կարող։ Իրանք խավոր սանիկ են։ Այդ մեկ։ Երկրորդը իրանք երկիրը ուզում են նորից գցեն իրանց ճանկը տիրանալու երկրին, դրա համար իրանք այդ իմիտացիան պետք է անեն, որպեսզի ժողովրդին էսենց բաժանեն, որ հետո տիրեն բոլորին։ Այս նույն քաղաքականությունն է, ինչ որ իրանք եկել են Հայաստան, եւ այն ժամանակվանից սկսած իրանք այս իմիտացիան անում են ու 20 տարի բարի հաջող իրանք կառավարել են 20 տարի լինելով իրար թշնամի իբր էլի, բայց այդ ամեն ինչը սարքած բան է, իմիտացիա է, չհավատակ երբևիցե։ Իրանք հիմա արդեն սկսում են ուրիշ կուսակցություններ ստեղծել կողքից։ Տեսակ Ռոբերտ Քոչարյանն ասեց. մենք ենք եւ բանը Սամվել Կարապետյանը։ Եթե մենք միանում ենք իրար, արդեն всё, հաղթելու ենք։ Արդեն ինքը թվում է Սամվել Կարապետյանը այնքան բան ունի, ցայներ ունի, որ ասենք Սամվել Կարապետյանի ցայներով բան կանի։ Այն ժամանակ դաշնակների հետ արեց 21 թվականին։ Հիմա ինձ թվում է, որ դաշնակները երևի առանձնանան, առանցին գնան, բայց ասենք ինքը կմիանա Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը ինչքան էլ ցանկանա, որ ազատվի, չի կարա, որովհետև համ Սամվել Կարապետյանը նույն մարդու նշանակած է այստեղ, Քոչարյանն էլ նույն մարդու նշանակածն է։ Ում նշանակածն է, պարոն Մելքոն։ Խոսքս Ռուսաստանի մասին է։ Ռուսաստանի նշանակածն է, իրանք հանուն Ռուսաստանի են այստեղ մարտնչում։ Որպեսի հանուն Ռուսաստանի չի համար, որ ասենք գալով իշխանության իրանք չէ որ Քոչարյանն ասում էր, եթե մենք գանք իշխանության օգոստոսի 8-ը չեղարկենք։ Այսինքն օգոստոսի 8-ը դա մեր փրկության լույսն է։ Չէ, նոյեմբերի 9-ն է երազանքի փաստաթուղթ, ինչպես ասաց Ռոբերտ։ Երազանքի փաստաթուղթ, միջև երազանքի փաստաթուղթ, եթե հիշում եք, նոյեմբերի 9-ը որ կնքվել էր, իրանք ասում էին թավաճանություն է, կապիտուլյացիա է, այսենց վարկաբեկում են նոյեմբերի 9-ը։ Բայց երբ որ օգոստոսի 8-ը եկավ, որ հայ ժողովրդի վրան ես համարում եմ մի հատ լուսավոր կետ բացվեց, հիմի նոյեմբերի 9-ը ասում են ամենալավը նոյեմբերի 9-ն էր։ Այսինքն նոյեմբերի 9-ին Ղարաբաղի դատարկվելու ծրագիրը այդ նոյեմբերի 9-ն էր։ Երբ որ նոյեմբերի 9-ի լրիվ կետերը չկատարվեցին, իրանք ուզում էին նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կատարվի։ Էլի նույն նպատակն է ռուսական ծայրագավառ դառնալը։ Դրա համար իրենք որ պայքարում են այսպես իրար դեմ, դա հանուն մի բանի է, հանուն ծայրագավառ դառնալու։ Իսկ Ռուսաստանը խաղից դուրս է դրել Սերժ Սարգսյանին ամեն դեպքում, թե Սերժ Սարգսյանի վրա էլ է ճակերտավոր ասած խաղադրույք անելու, որովհետև մենք տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի պարբերաբար այցերը Ռուսաստան, Մոսկվա, հանդիպումը Կիրիենկոյի հետ եւ վերադառնալուց հետո ասուլիսը, այս աշխուժությունը Սամվել Կարապետյանը ամեն շաբաթյա ռեժիմով կալանավայրից նամակներ, ուղերձներ է հղում, խոստանում է տնտեսության աճ, Երևանը խոստանում է դարձնել համաշխարհային մայրաքաղաք եւ այսպես շարունակ։ Ինչի մասին է խոսքը հիմա, կարող ենք ենթադրել, որ ըստ էության Սերժ Սարգսյանին Ռուսաստանը խաղից դուրս է դնում այսպես։ Ուրեմն ինքը էլ գիտի 2000 թվականներն են, որ գնար Ռուսաստանից Դաբրո ստանար, կար նախագահ դառնար, Դաբրո ստանար ինչ-որ մի պաշտոնի։ Հոկտեմբերի 27 կազմակերպելուց հետո էլի Ռուսաստանի Դաբրոն եղավ, չէ՞ որ ինքը մնաց նախագահ եւ հացած ամեն ինչ արեց։ Այսինքն Դաբրոն ստանում են Ռուսաստանից իրանք։ Իրանք հին մանով են շարժում։ Այնտեղից էլ թևերի տակցը մերուկ են տալիս ուղարկում են, գնացեք լավ ամեն ինչ, միջև ասեք այնտեղ հեղափոխություն կանեք, impeachment կատարարեք, հեղափոխություն կանեք, արդեն իշխանությունը ձերն է։ Ռուսներն էլ չեն հասկանում, որ
արդեն ժողովրդավարությունն է մեր մոտ։ Մենք արդեն անկախ պետություն ենք։ Մեր հարցազրույցի սկզբից ասացինք, չէ։ Ասիկ Տաջիկստանում է, չէ։ Մեր երկրի վարչապետը։ Միջև Տաջիկստան ենք եղել է Եվրոպա, եղել է Ամերիկա, եվրոպական մի շարք երկրներ գնաց է, գագաթաժողովների մասնակցել։ Իսկ Ռոբերտի ու Սերժի ժամանակ այդպես բան եղել է, տեսել եք դուք, որ այդ մարդիկ գնան, ասենք Եվրոպա կամ գնան Ամերիկա, SCV ջերմ ընդունելություն ստանան, եղել է այդպես դեպք։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ինքն էլ նկար ունի Բլինքենի հետ, եթե չեմ սխալվում, բայց դրա դիմաց ոչինչ չի տվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գնացել է Թրամփի հետ լուսանկարվել է, դրա դիմաց Ամերիկայի Միացյալ Նահանգներին զիջել է միջանցք։ Հիմա ինչքան էլ որ դուք խոսում եք Թրամփի ուղու օգոստոսի 8-ի այդ փաստաթղթերի մասին դրական լույսի ներքո Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմադիր շրջանակներ պնդում են, որ ամեն դեպքում միջանցք տվել եք ու դրա դիմաց ստացել եք լուսանկար Թրամփի հետ։ Բայց Բլինքենի հետ հանդիպելուց ասում է, ոչ մի բան չեմ տվել։ Բլինքենը ինչ է ուզել, որ ինքը պետք է տար, կամ արդեն ինչ ունեինք, որ պետք է տար։ Ինքը ամեն ինչ արդեն տվել էր Ռուսաստանին։ Մեր բարդ ապրանքի դիմաց ամեն ինչը նվիրել էր Ռուսաստանին, էլ ինչ էր մնացել Հայաստան, որ տար Բլինքենին։ Կամ իրան ինչ ծեv են ընդունել այնտեղ, որպես նախագահ են ընդունել, թե ընդունել են Ռուսաստանի հպատակ ինչ որ երկրի ղեկավարի։ Չէ՞ որ պետք է հասկանանք ինչա տվել, Նիկոլն ինչա տվել վարչապետը։ Հեսա դու տեսնում եք տենալու եք, եթե ասենք շատ չխանգարեն սրանք, մեր երկիրը ծաղկելու է։ 2003 թվականին մենք հանձնաժողովով գնացել էինք Ամերիկա, պաշտոնական այցով, ուսումնասիրում էինք Ամերիկայի բանակը։ Փորձերի փոխանակման բանի հետ կապնված իրանք այո մեզի ընթառաջեցին, տարան ցույց տվեցին իրանք ամբողջ բանակը թիկունքային ծառայություններից մինչև առաջիկից։ Ուրեմն այդ ժամանակ մենք 3 օր աշխատեցինք Պենտագոնում ու 3 օր իրանք մեր ուղեղները, ամերիկացիները, մեր ուղեղները լցնում էին, որ ազատվեք Ռուսաստանից, ձեր երկիրը ծաղկացնելու ենք, հայկական հարցնել է լուծվելու, բոլոր հարցերը կլուծենք։ Իսկ մենք այդ ժամանակ, ճիշտն ասած, անձամբ ես չէի պատկերացնում, օրինակ առանց Ռուսաստանի, որ կարող է մեր երկիրը բանանի, ծաղկի։ Ասում ենք, նույնիսկ ես հարց բարձրացրի, ասեցի, բայց դուք էստեղ եք, Ամերիկան էստեղ է, ռուսներն մեր կպած է։ Եթե Թուրքիան, օրինակ այն ժամանակ Թուրքիայի մասն էր հիմնականում։ Եթե Թուրքիան հարձակվի մեր վրա, դուք ինչ եք անելու։ Իրանք պատասխանեցին, ասին, մեր ձեռը այնքան երկար է, մեր ձեռը աշխարհի ցանկացած կետում նույն րոպեին արձագանք է գտնելու այդ ամեն ինչը կանխվելու է։ Չենք հավատում, ասում ենք հնարավոր չի։ Ու այդ ժամանակ ամբողջ խնդիրը իրանց էր, որ ասում էին, բանի Ռուսաստանից ձեռք քաշեք, դուք երազանց կաբրեք։ Բայց մենք տեսել ենք մեր անվտանգության խնդիրները, որ կար տեսնում ենք Ռուսաստանի հետ եւ չէինք հավատում այդ բանին։ Բայց ընթացքում մենք տեսանք, որ Ամերիկան մտավ մեր կողքի Վրաստան, ես Վրաստանը ծաղկեց։ Վրաստանը ուղղակի ծաղկեց։ Այդքան ներդրումներ, օրը երևում էր, որ Վրաստանում հատկապես Թբիլիսի քաղաքում ծաղկում է։ Հետո մենք հասկացանք, որ Ամերիկան այո, այնքան ձեռները երկար է, որ ցանկացած տեղ ուզենա այնտեղ ծաղկեցնի, ցանկացած տեղ ուզենա կչուրացնի։ Հիմա երբ որ օգոստոսի 8-ով արդեն մենք պայմանագիր ունենք Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, արդեն ես մեծ հույս ունեմ, որ մեր երկիրը ծաղկելու է։ Բայց Ռոբերտ Քոչարյանը այդ հույսերը չունի, ամեն դեպքում ասում է ոչ մի, այսպես ասած, վկա լինելով չի նշանակում, որ օրինակ ադրբեջանական կողմը այդ պայմանագիրը իրականացնելու է։ Ոչ մի երաշխավոր կողմ չկա, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ էության չի երաշխավորելու, որ այս փաստաթուղթը կյանքի կոչվի։ Էլի մեզ ասում են, որ գոնե Ռոբերտ Քոչարյանի շուրթերով, էլի մենք պիտի
Ռուսաստանի հետ լինենք, որովհետև ինչպես դուք էլ նշեցիք, տարածաշրջանում ամենամոտը Ռուսաստանն է մեզ։ Տեսեք, ուրեմն դրա շարունակությունը, որ ես ասացի, կյանքը շարունակությանը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք համարում ենք Ռուսաստանին։ Եվ Ռուսաստանը տեսանք մենք այս վերջի պատերազմի ժամանակ ինչ արեց մեր գլխին Ռուսաստանը։ Այդ նոյեմբերի 9-ի պայմանագիրը կնքեց, մենք մեր զորքերը հանեցինք ըստ պայմանագրի, որտեղ որ կանգնած էինք, զորքերն հանեցինք, ինքը դառավ անվտանգության երաշխավորը, Ռուսաստանը դարձավ Արցախի անվտանգության երաշխավորը։ Եվ ինչ արեց մեր գլխին 100 տարի առաջ ինչ արել էր, էլի նորից 100 տարի հետո ինքը նույն բանը արեց։ Արցախի երաշխավորն էր։ Արցախը սիրուն ձևով մաքրեց, գեղեցիկ ձևով մատուցեց Ադրբեջանին։ Դա մեր անվտանգության երաշխավոր պետությունն էր։ Հիմա երբ որ իրենց ու ադրբեջանցիների մեջ արդեն մի քիչ լարում կա, որը ես չեմ հավատացել, որ այդ լարումը իրական լարում է։ Չեմ հավատացել ու հիմա էլ չեմ հավատում, որ Ռուսաստանի ու Բաքվի մեջ կարող է լարում առաջանալ։ Իրանք կարան մի օր վիճվեն, 3 օր հետո իրանք դիվանագետ ազգեն։ 3 օր հետո գետան էլի իրանք իրար հետ կնստեն, մեկը մյուսից մի հատ ներողություն խնդրի թեթև, ոնց որ ասենք ուղղաթիռը խփեցին, մի հատ ներողություն խնդրեցին, 4-5 հոգի սպա խփեցին, Ստեփանակերտում սպանեցին, մի հատ թեթև ներողություն խնդրեցին, հիմի ասենք Պուտինն էլ մի հատ թեթև ներողություն ա խնդրի այդ 37-38 ավիակատաստրոֆայի ժամանակ այդ զոհերի համար ու կվերջանա կգնա նորից իրանց առևտուրը կանեն, իրանց տնտեսությունը կզարգացնեն, ամեն ինչ կանեն։ Դա այնպես չի, որ որոշներ ուրախանում ասում են ռուսները են ակցնում են կամ ռուսական այդ թերթերը բանով նայում ես, բա Ղարաբաղը բանա ռուսական հողը, բա ռուսական հողը ինչի բան չի կանում։ Տվեցիք ուրիշին, իմել սկսում են արդեն մեզ բանանը, տենում են, որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ենք ստորագրում, հիմի արդեն խոսում են Ղարաբաղից, Ղարաբաղցիներ պետք է տան, մենք պետք է Ղարաբաղը վերցնենք, էս անենք։ Ղարաբաղը վերցրած բրծած էր, ինչի տվեցիք, հիմի էլ ուզում եք ինչ անեք, մեր ժողովրդի ներվերի ու նյարդերի վրա եք խաղում։ Դու այնա վաղը էլի բարիշելու եք, էլի մենք մեջտեղ մի բան կորցնելու ենք։ Մի բան կորցնելու ենք։ Ռուսաստանը չի թողնում ենք ստրվենք, ասեմ ձեզ։ Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որ Հայաստան չլինի։ Հայաստանը լինի իր երկրի մի ծայրագավառը։ Ինքը Կովկասից գնալու միտք չունի, չի կարող գնա։ Դրա համար մեր քաղաքականությունն էցա, որ մենք բոլորի հետ էլ ուզում ենք բարեկամական հարաբերություններ ունենանք եւ մեր բարեկամական հարաբերությունները չխզենք։ Բոլորի հետ մենք կարանք առևտուր անենք, բոլորի հետ վերջ բարեկամ դառնանք, այնպես որ հիմա մեր քաղաքականությունը գնում է դրան։ Մի օր Ամերիկայում ենք հանդիպում, պայմանագրեր կնքում, մի օր Ֆրանսիայում ենք պայմանագրեր կնքում, մի օր Հնդկաստանում ենք գնում պայմանագրեր կնքում, մի օր Չինաստանի հետ տենք, հաջորդ օրը Ճապոնիայի հետ, այսինքն ամբողջ աշխարհով մենք բարեկամներ ենք ունենալու։ Այնպես չի, որ Ադրբեջանը, որ ասում եք այդ ստորագրության հետ կապված, ուրեմն Թրամփի այն մի ստորագրությունը Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի, ինքը կյանքում չի փորձվի Հայաստանի սահմաններին մոտենալ։ Այդ ստորագրությունը հզոր ստորագրությունը։ Եվ նաև մեր լավագույն քայլերից մեկը այն է, որ ասենք տեսեք այդքան տարի Ռուսաստանն էր միջնորդը, այս բանակցությունների միջնորդը, հայ-ադրբեջանական, եւ քանի անգամ են Սոչիում, Կազանում, Մոսկվայում, Լենինգրադում թղթեր ստորագրել, ասել են Հայաստան, հաջորդ օր իրանք սկսել են կրակել սահմանների։ Իսկ Տրամփի օգոստոսի 8-ից կնքած նախաստորագրված պայմանագրից մինչև այսօր
մի հատ կրակոց եղել է մեր սահմաններին։ Չի եղել, որովհետև միջնորդն է փոխվել։ Եթե միջնորդը ցանկանում է, որ երկրները իրար հետ խաղաղ ապրեն, ուրեմն խաղաղ կապրեն։ Եթե միջնորդը գալիս ասում է խաղաղ ապրեք, հետո կողքին մեկին ասում է լարված պահի սահմանը, Զանգեզուրը քեզ եմ տալու, Զանգեզուրը քեզ եմ տալու, կրակի, հարցակվի, էս արա, այն արա։ Այսինքն այդ միջնորդից է կախված եղել մեր ամբողջ ճակատագիրը։ Ռուսաստանն եղել է մեր միջնորդ, մեր երկրում եղել է սուկ, սպանություններ, սահմաններին կրակոցներ, ամեն ինչ, որովհետև մեր միջնորդը մաքուր չի եղել, ազնիվ չի եղել մեր նկատմամբ, ազնիվ չի եղել, անընդհատ մեզնից ուզել է տանի։ Պարոն Մելքոնյան, բայց այդ դեպքում ինչպես ենք բարեկամանում, ասում եք մենք ուզում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ, կառուցել բոլորի հետ։ Հիմա Ռուսաստանին մեղադրում ենք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, Ռուսաստանին մեղադրում ենք, որ ուզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ սուվերենությունը, այսպես ասած, զոհաբերել եւ Հայաստանը դառնա ծայրագավառ։ Այս պարագայում ինչպես է հնարավոր բարեկամանալ, որովհետեւ մենք միշտ ըստ էության խոսում ենք թշնամություն ունենալու մասին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ այսպես նույն ընդդիմադիր շրջանակների այդ պարագայում ասում են, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից մեզ պաշտպանող ուժը հենց Ռուսաստանն է։ Հիմա Ռուսաստանը մեր պաշտպանն է, մեր փրկիչն է, Ռուսաստանը մեր թշնամին է, եթե կարելի է այդպես ձևակերպել, Ռուսաստանը մեր պետականության թշնամին է, թե մենք չենք մեղադրում Ռուսաստանին։ Մենք ասում ենք այն ինչ կա, ինչ մեր մարմնի վրա մենք զգացել ենք, ինչ որ տեսել ենք։ Մենք ոչ շառ ենք անում, ոչ մեղադրում ենք, այդ մարդու պետական իր շահը վերա ամեն ինչից։ Ինքը մեր շահը չի վերադասում իր շահից, բայց մենք իր շահը վերադասում ենք մեր շահից։ Մինչև վերջի տարիները մենք միշտ իր շահն ենք վերադասել։ Ասել են Հայաստանից էս տվեք, մեզ էս տվեք, էս տվեք, էս տվեք, էս տվեք։ Իրանք միլիարդավոր դոլար են նվիրել են Աֆրիկային, միլիարդավոր դոլար են տվել են բոլորին, հանրապետական պետություններին, Ռուսաստանից որ բաժանվել են, բայց Հայաստանից տարել են ու իմիել են ուզում տանեն։ Մեզնից խլել են ամեն ինչ, 100 միլիոնի դիմաց մեզնից տարել են 10 միլիարդի ունեցվածք։ Իմի մենք չենք ասում իրանք թշնամեն, ես փաստում եմ այն ինչ որ կա, ինչ որ կատարվել է մեր գլխի։ Հիմա մենք պետք է իրանց հետ ոնց ենք առևտուր անում, բարեկամական ժողովուրդներ ենք, որովհետև շահ կապված ենք իրար, հսկայական հայկական սփյուռք կա Ռուսաստանում, Ռուսաստանից էլ արդեն այս վերջի տարիներին ահագին ռուսները ապրում են Հայաստանում, եւ մենք ուզում ենք իրանց հետ ապրենք համերաշխ, առևտուր անենք, մենք մեր երկրի տերն ենք, իրանք իրենց երկրի տերն են։ Այս հարաբերությունները պետք է լինի, ոչ թե ճորտի հարաբերություններ, որ ասեն դու պաշտպանության նախարարին չես նշանակում այս մարդին, մենք համաձայն չենք։ Այս մարդը պետք է լինի պաշտպանության նախարար։ Արշակ Կարապետյանը պետք է լինի պաշտպանության նախարար։ Ու Արշակ Կարապետյանը դառնում է պաշտպանության նախարար, որտեղ ռուսներն են ցանկացել։ Հիմա որտեղ Արշակ Կարապետյանը, Ռուսաստանը, Մոսկվայում գրասենյակը բացել քննադատում է մեր երկրը։ Իսկ հիմա էլ Ռուսաստանի ցանկության պաշտոնյաներ նշանակվում։ Իսկ հիմա ոչ չեն նշանակվում։ Ոչ ոքի ասելով, այստեղ պաշտոնյա չի նշանակվում։ Մեր երկրի ղեկավարությունը իրանք են նշանակում պաշտոնները։ Կարող է այնպես պաշտոններ նշանակեն, որ սխալվել են։ Ոչինչ, էլի ուղեղվում է։ Հիմա ասում ենք բոլոր երկրների հետ էլ մենք ուզում ենք առևտուր անենք, մեր տնտեսությունը զարգացնենք։ Իրանց հետ էլ ենք ուզում առևտուր անենք։ Իրանք չեք տեսնում ինչ են անում։ Երբ որ հանգարցակի մի հատ էստեղից օրինակ մեկը խոսում է մի բան ասում, լարսը փակվում է։ Ինչքան կարելի է այտենց ապրել, այդ մի լարսով ինչքան կարելի է երկիր պահել։ Դրա համար մենք Չինաստան ենք գնում, Ճապոնիա ենք գնում, Ֆրանսիա ենք գնում, Հնդկաստան ենք գնում, որպեսզի մեր երկրի այդ մի լարսի փակվելով մենք չընկնենք կոլապսի մեջ։ Դրա համար մենք պետք է զարգացնենք ամեն ինչը։ Բարեկամությունը ու համագործակցությունը պետք է զարգացնենք։ Առևտրի շրջանակները բացենք բոլորի հետ, թեկուզ Թուրքիայի հետ, թեկուզ բոլորի հետ։
արաբական երկրներ, հիմի տես մենք արաբական երկրներում էլ ենք առևտուր անում, շատ նորմալ, լավ։ Երբեք իրանք չեն փակում մեր ճամփեն, ասեն, չէ, դու մի հատ արաբի ինչ որ վիրավորել եք, ճանապարհը փակվում։ Այդպես բան չկա աշխարհում։ Եվ պարոն Մերկոյան, խոսենք նաև 2026 թվականին սպասվող ընտրություններից, քանի որ տեսնում ենք, որ արդեն որոշակիորեն դիրքավորվում են ընդդիմադիր ուժերը եւ կամ կոալիցիաներ, դաշինքներ, օրինակ Սամվել Բաբայանը եւ Վանեցյանը, այսպես ձևավորվում են ամենատարբեր ուժեր, նախ կուզենամ ձեր գնահատականը լսել, արդյոք սա ամբողջ գունապնակն է, այսպես ասած, քաղաքական պատկերի, թե դեռ նոր ուժեր կտեսնենք եւ նոր անհատներ եւ Արման Թաթոյանը նախկին ՄԻՊ-ն է հայտ ներկայացնում քաղաքականություն մտնելու, ասում է, որ իրենք լրիվ ինքնուրույն ուժ են եւ ինքը հավակնում է դառնալ վարչապետ։ Երբ որ մի երկրում այսքան շատ կուսակցություններ, կոալիցիաներ, դաշինքներ կան եւ այսքան մարդիկ հավակնում են դառնալ վարչապետ, այդ մրցակցությունը ձեզ չի վախեցնում եւ կամ ձեր ուժին չի վախեցնում, որովհետեւ Թաթոյանը օրինակ ասել է, որ հավակնում է դառնալ վարչապետ եւ իր շանսերը մեծ է գնահատում Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը։ Հիմա այս մրցակցության պայմաններում ինչպես եք վարվելու։ Ուրեմն ասեմ, այդ ամեն ինչը որտեղից է գալիս։ Երբ որ մեր վարչապետը հայտարարեց, ասեց, որ բոլորդ վարչապետ եք, 3 միլիոն վարչապետ կա Հայաստանում։ Հիմա ամեն մեկն էլ այդ ասածից ելնելով ուզում է վարչապետ դառնա։ Հիմքը էտա։ Այսինքն վարչապետն է մեղավոր, որ նման հայտարարություն։ Վարչապետը մեղավոր չի, վարչապետը ասեց անկեղծորեն, որ ժողովրդարական երկիրը ամեն մեկը վարչապետ է, պետք է ամեն մեկը մտածի իր երկրի համար, զարգացման համար, ես այդտենց եմ հասկացել։ Չգիտեմ ոնց հասկացա, ես հասկացել եմ այդտենց, որ ես էլ եմ վարչապետ, դրա համար իմ երկրի համար ես աշխատեմ, անեմ ամեն ինչ, որ իմ երկիրը ծաղկի։ Մարդիկ ուղիղ Իսկ ինչ վերաբերվում է, այն մնացած են, մարդիկ օրինակ շատ մարդիկ կա, որ իրանք էդի ուղիղ ընդունել են, հիմա էլ արտահայտում են, ասում են, ես ուզում եմ դառնամ վարչապետ։ Լավ է արել, դարձի վարչապետ, բայց ինչ ես արել եւ ինչ ես պարտավոր անելու։ Այդ մեկ, երկրորդն էլ արդեն էդ փողային շարժեր կա։ Այս միացումները, ասենք, որոշ մարդիկ տեսնում են, որ այստեղ փող կա, կուսակցությունները տանում են այդ փողոտ տեղը, որպեսզի փող այդտեղից աշխատեն։ Ու հիմնականում, ասենք, այդ մոտավորապես մի 70%-ը այդ շարժերն են, փողային շարժերն են։ Իսկ ասենք, որ թվեցիկ, ասենք, բանը Քոչարյանը Քոչարյանները փողի հետևից վազող չեն, ընդհակառակ իրան փող են բաժանելու, որպես այդ մանր կուսակցություններին հավաքեն իրար շուրջ։ Այդտեղ փողային վազք է առաջանալու, թե ով ինչքան փող կծախսի այդ բաների այդ ընտրությունների հետ կապված։ Հիմա ձեր ուժով մտավախություն չունի այդ իմաստով, այսքան ուժեր, այսքան անհատներ, այդքան գումարներ, որոնց մասին դուք եք խոսում բացահայտ։ Չէ, մենք մտավախություն չունենք, որտեվ ժողովուրդը տեսնում է ինչ է կատարում երկրում։ Երկիրը գնում է ծաղկման։ Երկիրը գնացել է անկախացել է։ Հիմա երկիրն ուզում է ծաղկի, տնտեսությունը զարգացնի, վերջ առևտուրն է զարգացնում ամեն ինչը, առևտուր ենք սկսում բոլորի հետ, բոլոր տեղերով պետք է աշխատենք մեր առևտուրը զարգացնենք, այդ առևտրից զարգանում է մեր երկիրը, հարստանում է մեր երկիրը, հարստանում է մեր ժողովուրդը։ Ժողովուրդն է որոշողը, թե ով պետք է լինի իր ղեկավարը։ Ես հույսով եմ, որ ժողովուրդը այսքան ժամանակ տեսել է ինչ վիճակ է, հիմա խոսքը օրինակ վերցնեմ, դպրոցներ մտեք, մանկապարտեզներ մտեք, այս նոր կառուցված։ Երազով չեն տեսել, երազով չենք տեսել այդպես դպրոց։ Մենակ արտասահմանյան ֆիլմերում ենք տեսել այդ դպրոցը, այդպես մանկապարտեզ։ Հիմա արդեն դա մեր մոտ դարձել է արդեն իրականություն։ Մենք տեսնում ենք, որ զարգացման արդեն փուլով ենք այդում։ Երեխեքին արդեն փոքրից մանկապարտեզից դաստիարակում ենք։ Գրագետ ենք դարձնում։ Իսկ ես փաստողա ժամանակ գրագիտությունը արդեն հասավ համարյա 0-ի։ Դպրոցներում դասերը վերջես ամեն ինչը ես փաստող ժամանակ ես վերջի 30 տարում համարյա չնջվեց ուսումը։ Իսկ հիմա դպրոց եթե լավ պայմաններ կա
երեխաները լավ սովորելու են բոլոր պայմանները։ Այն ժամանակ դպրոցներում ով էր տեսել որ զուգարան լինի։ Կամ երկու հատ զուգարաներ, մեկը մի խացեր, այսպես խաչուփաչ պետով, այն մեկն էլ ասում աշխատում էր, թե չէր աշխատում։ Հիմա մտեք դպրոցներ, տեսեք ինչ է կատարվում։ Մանկապարտեզներ, տեսեք ինչ է կատարվում։ Անընդհատ զարգանում է, ամեն ինչ զարգանում է։ Հիմա դրա համար ժողովուրդը տեսնում է, այսօր ու մեկն էլ այդ բաներից ասում են, ինչա փոխվել, դո շատ բան է փոխվել, նայ շրջապատը, ինչը չի փոխվել։ Այն ժամանակ մի հատ ոստիկան տենում էիք, փախնում էիք այդ բաներով եթում էիք։ Իսկ հիմի ոստիկանին բռնում քաշքշում եք, ասում եք, ասա ես ինձի տարես ինչտեղ կամ պարեկներին։ Ասում ես ես գնում եմ ես ինչտես, ինձի ուղեկցեք, խնդրում եմ տարեք ես ինչտեղ։ Ու տանում է։ Ավտոն կանգնած է, պարեկը ես մի քանի անգամ տեսել եմ, եկել է բանը անիվը փոխել է։ Պարեկը տեսել է, չի կարում ինքն է ուղղել անիվը փոխել կամ Այսենց բանով էր տեսել։ Հիմա ամեն ինչը ժողովուրդը տեսնում է, ժողովուրդը ամեն ինչն էլ գնահատում է։ Այն որ շատերը չեն արտահայտվում, իրանք չեն արտահայտվում, իրանք արդեն իրանց մեջ որոշում կայացրել են։ Այն որոշում, ով որ որոշում է կայացրել, նրան էլ չես կարա փոխի։ Ստից խոստումներով, բանով չես կարա փոխի։ Ինչ եղել, մի մեր երկիրը խաղաղության դարաշրջան ապրում մտել ենք խաղաղության դարաշրջան, հիմա արդեն պետք է ամեն ինչը արդեն թոշակներն էլ բարձրանան, ամեն ինչն էլ պետք է կարգավորվի, ու այդ թոշակը ամեն ինչն էլ նրան էր, որ առևտուրը լավ եղավ, եկամուտները լավ եղավ, մեր երկիրը սկսեց ծաղկել, թոշակներ կբարձրանա, աշխատատեղերն էլ կշատանա, ամեն ինչն էլ նորմալ կլինի։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, կհանդիպենք։